Մեր քաղաք խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը անձնական խնդիրներով պայմանավորված չի մասնակցում հավաքանու այսօրվա նիստին։ Եթե Նարեկի դեպքում ունենք որոշակի տեղեկատվություն, ապա ԿՊ-ի դեպքում մեզ անհայտ է խմբակցության ողջ ազնագազմով ինչու են բացակայում նիստին։ Պետք է ենթադրել, որ սա խոչընդոտ է հանդիսանում Գյումրու քաղաքի բնականոն աշխատանքներին և տեղի ունեցող ծրագրերի իրականացմանը։ Կարող եմ մի քանիսը նշեմ։ Այստեղ այսօր հավաքանու նիստին պետք է քննարկենք, եթե չեմ սխալվում, 26 հարց, որոնց մեջ մտնում էին սուբվենցիոն ծրագրերի հաստատման, մանկապարտեզների հրատապ ջերուսման հետ կապված հաստատում, Կարիտաս բարեգործական ընկերությանը դրամական միջոցներ տրամադրելու, որ ծերերին և կարիքավորներին վարելանյութով օգնելու և տարբեր այլ հարցեր, որոնք պետք է իշա մեր քաղաքի և իշա գյումրեցիների ծառայեն։ Ամանորի հետ կապված մենք ունենք ծրագրեր, որը պետք է հաստատվեր, որ հասցնենք մրցույթները կայացնենք և ամանորը կարողանանք քաղաքին և գյումրեցիներին պատշաճ դիմավորելու համար, բայց ցավում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկա չի գտնվում այս պահին, որ թվորումը ապահովեր և այս ամենը քննարկենք, այդ արդեն թողնում եմ մեր գյումրեցիների տադին, թող իրանք արդեն հասկանան, և ևս մեկ հայտարարություն ունենք, ես ուզում եմ, որ խմբակցությունները իրենց ժամանակից եթե կարող են տրամադրել, այսօր նաև նիստի վերջում հրավիրել էինք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբի անդամ Զարուհի Փոստանջյանին, որ ներկա գտնվեր և մի քանի ուզող հարցերին և ընդհանրապես քաղաքապետի հետ կապված այս ճակերտավոր գործերի, քրեական գործերի և մյուսների մասին տեղեկատվություն տար բոլորիս և նաև Գյումրու ազգաբնակչությանը։ Ես տվյալներ սպասենք, այստեղ մի 20 րոպե սպասենք, երևի ինչու ենք 20 րոպեից 20 րոպեից մենք հավաքվենք, լսենք մի հատ, այդ կարևոր է, որ մեր հանրությունն էլ հասկանան, թե ինչումն է կայանում այս ամեն քրեական գործը և ինչ տեղեկատվություն կարող է գործի համապատասխան մեզ տրամադրել։ Մեր խմբակցությունից այսօր եթե նկատեցիք Նարեկը Միրզոյան բացակայել, բայց ես ասեմ, որ Նարեկը 3 իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, ժամը 12-ին ես իրենց զանգել ունեցել քննարկում ենք ունեցել, որովհետև պարբերաբար քննարկումներ են ունենում, թե որ հարցի հետ կապված խմբակցությունը ինչ որոշումներ ունի եւ այլն։ Քննարկումն արեցինք, ինքը մասնակցեց հանձնաժողովի նիստին, հետո ասաց, որ գործերով Երևան է շտաբում, այդ շտապողականությունը հիշում եմ։ Այսօր առավոտյան մենք իմացանք, որ Միրզոյանի կնոջ հետ խնդիրներ կան, կինը առողջական խնդիրներ ծայրահեղ վիճակում է, այսպես ցավոք ինֆորմացիա պիտի ասեմ, որ գտնվում է Նայիրի բժշկական կենտրոնում եւ այս պահին մեր բոլոր ընկերները, ովքեր Երևանում են այնտեղ են, պարոն Գրիգորյանը անձամբ հեռախոսազանգերի միջոցով եւ բժշկական կենտրոնի հետ է խոսում եւ Նարեկի հետ։ Հիմա այս ամեն ինչ ավարտելուց հետո մենք եւս պիտի շտապենք գնալ Նարեկի մոտ, որպեսզի փորձենք օգնել աջակցել մեր ընկերոջը։ Այս որ լիդերը քաղաքական շահարկումներ հաստատ լինելու է, որտեղ միջև այդ են ասել պարոն Գրիգորյանի Սպասում էինք այս հարցին, որ պիտի հարցնենք արդյոք քաղաքական է, ոչ, սա որպես խմբակցության ղեկավար եմ հայտարարում, սա քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Նարեկ Միրզոյանը ունի ընտանիքի հետ անձնական խնդիրներ, իսկ խնդիրը չափազանց զգայուն է, կնոջ առողջական վիճակով է պայմանավորված եւ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ հենց այս նիստի օրը, ասում եմ, 3 ինքը եղել է աշխատանքային օրակարգի մեջ, իրավական հարցերն են, վերջին հանձնաժողովի նիստերին ու մեր վերջին դիտարկումները գալիս փակվում են իրավականում, քննարկումներ են կարել, ինքը ակտիվ մասնակցել է եւ մեր ակտիվ հավաքանու անդամներից մեկն է, եթե նկատել եք, անկեղծ ասած դա պիտի ճիշտ կլինի
լինի իրենց հարցնենք, թե իրենք քաղաքական բոյկոտ են, թե գուցե խնդիրներ են ունեցել, չեմ կարող այս հարցին պատասխանել։ Ամեն դեպքում այսպեսի բաներ կարելի է սպասել, որովհետև գիտենք, որ այս պահին ինչ իրավիճակում է, Գյումրու քաղաքապետը կալանավորված է, ձերբակալված է եւ այլն, այսինքն բավականին մանրամասն տեղեկացված եք, այս ամենը քաղաքացիական պայմանագրի կողմից կարծես սպասելի է։